Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր միասին կպատրաստենք շատ հեշտ և մատչելի անչափ համեղ թխվածք բաունտի։ Պատրաստման եղանակը շատ պարզ է, շատ մինիմալ բաղադրիչներով և համեղ։ Այսքան մատչելի բաունտի բաղադրատոմս հաստատ դուք երբևէ չեք տեսել։ Խորհուրդ կտամ մինչև վերջ նայել և բաժանորդագրվել իմ ալիքին։ Այս համեղ թխվածքը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 լիստի համար 2 ձու, 2 ձուն կկոտրենք, կավելացնենք 1 բաժակ շաքարավազ, և կամ ձեռքով կամ միքսերով կհարենք։ Եթե ձեռքով անեք, ոչ մի խնդիր չի առաջանա։ Ես կեսը կանեմ ձեռքով, կեսը հարիչով։ Ուղղակի ձվի մանրաթելերը պետք է մի փոքր բացել։ Մի 2 րոպե կհարենք։ Կվերցնենք 1 բաժակ մածուն կամ թթվասեր, կավելացնենք 1 թեյ գթալ սոդա և մի փոքր վանիլին, կխառնենք մինչև սոդան ակտիվանա և կլցնենք ձվի վրա։ Եվ արդեն կհարեմ ձեռքով, հարիչ օգտագործել պետք չի։ Կավելացնենք 2 ճաշի գթալ կակաո, կակաոն անպայման մաղում ենք, որպեսզի գնդեր չառաջանան։ Եվ կավելացնենք 1 բաժակ ալյուր։ Միասին կխառնենք, անգամ համաչափ խառնել անհրաժեշտ չէ, միանգամից հարում ենք, ձեռքով սովորական խառնում ենք։ Մեկ բաժակ ալյուրը այսքան բաղադրիչի համար լրիվ բավարար է։ Պետք է ստանանք կրեմի նման ծորացող զանգված, ոչ շատ պինդ, ոչ շատ թույլ։ Այսպիսի մոտավոր։ Կլցնենք յուղաթուղթ փռած թավայի վրա և կթխենք ջեռոցում 200 աստիճան ջերմության ներքո, վերև-ներքև միացրած։ Այս նույն բաղադրատոմսը պատրաստենք ևս 1 շերտ։
Կրեմի համար կվերցնենք 1 բաժակ շաքարավազ, 2 ճաշի գթալ ալյուր, 2 ճաշի գթալ կրախմալ, շաքարավազի հետ լավ կխառնենք մինչև միախառնվեն, և կավելացնենք 1 բաժակ կաթ, մոտավորապես 400 մգ. Կաթը ավելացնում ենք քիչ-քիչ, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Իսկ եթե միևնույն առաջանան, գազի վրա խառնելուց անընդհատ խառնեք և եփվելու ընթացքում կվերանան գնդիկները։ Եթե այդ դեպքում էլ չվերանան, կարող եք մաղով անցկացնել։ Կաթը ես վերցնում եմ սառը կաթ։ Կդնենք գազօջախին և անընդհատ եփելով, խառնելով կեփենք, մինչև արդեն պղպջակ առաջանա, ուրեմն պատրաստ է։ Երբ զանգվածը պնդանում է և այսպիսի պղպջակներ են առաջանում, սկսում է եռալ, ուրեմն պատրաստ է, կարող ենք անջատել։ Կտեղափոխենք ուրիշ ափսեի մեջ, որպեսզի ավելի շուտ սառի։ Ստացվում է շատ համեղ կրեմ, կարող եք սրանով պատրաստել նաև էկլերներ, բուլկիներ և այլն։ «250 գրամ մարգարինը կկտրատենք մանր, մի փոքր մոտավորապես 10 գրամ կվերցնենք գլազուրի համար։ Լավ կհարենք մինչև փրփրի և արդեն գթալ կավելացնենք եփած կրեմը։ Կվերցնենք մոտավորապես 100 գրամ կոկոսի փաթիլ, մի փոքր կթողնենք զարդարելու համար, իսկ մնացածը կլցնենք կրեմի մեջ և ևս մեկ անգամ կհարենք ու կանջատենք։ Այսպես համը ավելի համեղ է ստացվում, քան եթե ավելացնեինք եփովի կրեմի մեջ, կավելացնենք մի փոքր նաև վանիլին։ Կսկսենք հավաքել թխվածքը։ Հաստ շերտով կրեմ կքսենք, մի փոքր կթողենք վերևի շերտի համար, շատ քիչ, մոտավորապես 2-3 ճաշի գթալ։ Մեջտեղի կրեմային շերտը պետք է հաստ լինի։ Գլազուրի համար վերցնում ենք 2 ճաշի գթալ կակաո, մաղում ենք անպայման։
Կավելացնենք 1 սուրճի բաժակ շաքարավազ, 10 գրամ մարգարին, որը վերցրել էինք կրեմի մարգարինից, և 3 ճաշի գթալ ջուր։ Այս անգամ գլազուրի մեջ կօգտագործեմ նաև մի փոքր շոկոլադ, որպեսզի ավելի թանձր ստացվի։ Չնայած եթե պատրաստեք գոլորշու վրա իմ տարբերակը, նույնպես շատ լավ կստացվի։ Այն կարող եք տեսնել իմ ալիքում։ Կդնենք գազօջախին և անընդհատ խառնելով կիեփենք, մինչև շաքարավազը հալվի և պատրաստ լինի։ Եփովի կրեմի նման պետք է բլթա, այդ ժամանակ ուրեմն պատրաստ է։ Կանջատենք, կթողնենք լավ սառի և կլցնենք խմորեղենի վրա։ Այսքան մատչելի բաղադրիչներով ստացանք շատ մեծ և համեղ թխվածք, որը կհագեցնի ամբողջ ընտանիքին։ Շնորհակալություն իմ ալիքին հետևելու համար, միացեք իմ ալիքին, բաժանորդագրվեք նոր վիդեոները տեսնելու համար և ձեր կարծիքը գրեք մեկնաբանության դաշտում։ Շնորհակալություն, ցտեսություն, մինչ նոր հանդիպում, մնացեք խաղաղությամբ։